Հենց Կիրակի երեկոյան, երբ շաբաթը ավարտվում է եւ ավարտվում է օրը, կարելի է նստել եւ մտածել մի փոքր մեր կյանքի գույների, մեր քաղաքի գույների մասին։ Եվ իհարկե մենք մտածել ենք նաեւ ձեր փոխարեն եւ անպայման այսօր ցանկանում ենք ձեզ ներկայացնել այն ամենաշքեղ եւ վառ գույներից մեկը։ Շուշան Պետրոսյան, այսօր խոսելու ենք իր հետ։ Եթերում է Կիրակի երեկոյանը։ Այժմ դիտելու ենք ներածական նյութ եւ վերադառնալու ենք միանգամից իր հետ սկսելով մեր այսօրվա երեկոյան զրույցը։ Երգչուհի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, ազգային ժողովի падգամավոր, սակայն առաջին հերթին հայրենասեր Շուշան Պետրոսյանը երբեք չի խուսափել սեփական կարծիքն արտահայտելուց եւ ամեն երևույթ իր անունով է կոչել, ինչի համար էլ նա հաճախ արժանացել է քննադատությունների։ Երգչուհին Հայաստանի Գեղարվեստի ակադեմիայի գրաֆիկայի բաժնում սովորելուց հետո առաջին անգամ 1989 թվականին բեմ է բարձրացել Փարիզում, նկարահանել է ավելի քան 20 տեսահոլովակ, թողարկել 5 ձայնասկավառակ, արժանացել բազմաթիվ մրցանակների ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, արժանանալով լավագույն երգչուհի եւ հայ երգարվեստի դիվա կոչմանը։ Շուշան Պետրոսյանի մեջ ապրող արվեստագետը բոլորովին չի խանդում, երբ քաղաքականությանը վերաբերող հարցեր են ծագում։ Արցախում մշակութային կյանքն ակտիվացնելու համար երգչուհին բազմաթիվ ծրագրեր է իրականացրել։ Քանի որ նրա համար կարևորն այնտեղ աշխատատեղեր ստեղծելը, մարդկանց կյանքն ակտիվացնելն ու արվեստի միջոցով նոր շունչ հաղորդելն է։ Արցախում նա վերաբացել է երգի, նկարչության, ասմունքի եւ պարի 5 խմբակ։ Մարտակերտի ուսումնական հաստատություններին նա հանձնել է նկարչական թղթեր, ներկեր, քիմիական լաբորատորիաների համար նախատեսված սարքեր, դպրոցական պայուսակներ, հագուստ, մարզական եւ կյանքի համար անհրաժեշտ այլ պարագաներ։ Արվեստագետը Մատաղիսում գրադարան է բացել, դպրոցին դաշնամուր նվիրել, իսկ Մալյան թատրոնին Մարտակերտ, Մատաղիս եւ Թալիշ հյուրախաղերի տարել։ Իրական հայրենասեր արվեստագետը գործեր անելիս չի բարձրաձայնում եւ քիթը չի բարձրացնում։ Շուշան Պետրոսյանն այդ ամենը չէր կարող անել առանց լավ թիմ եւ հավատ ունենալու։ Ասում է, եթե մեկ վայրկյան չհավատայի արածս աշխատանքի բարի նպատակին, մեկ քայլ անգամ չի անի այդ ուղղությամբ։ Եվ վերջապես մեր սպասված հյուրը արդեն տաղավարում են, նախ պետք է ասեմ բարի երեկո։ Բարի երեկո։ Ինչպեսի տրամադրությամբ եք մեզ մոտ։ Շատ լավ։ Մեզ համար դա իսկապես շատ կարևոր է, քանի որ մենք այսօր ցանկանում ենք քննարկել պատմելով ձեր կյանքի մասին, ոչ միայն ձեր կյանքի մասին, այլև այն մարդկանց, ովքեր ինչ որ դեր են կատարել ձեր կյանքում եւ գուցե այդ պատմությունները ամեն անգամ լսվելիս կամ գուցե չեն լսվել եւ այլն, բայց կկարողանան մեր հերոսատողների համար, ինչ որ մեկի համար գուցե այնտեղ նստած էկրաններից մյուս կողմում մոտիվացիա դառնալ մի նոր լույս եւ այլն։ Եվ առաջին հարցը, որը կցանկանայի անպայման ձեզ ուղղել, շատ է խոսվել, շատ հարցազրույցներում նշել եք, որ արվեստագետների ընտանիքում մեծանալով ամեն ինչ ձեզ համար, օրինակ դաստիարակությունը կամ սերը դեպի արվեստը եւ այլն, դա չի եղել հենց այսպես, պետք է ձեզ դաստիարակել կամ պետք է այսպես անել, այլ եղել ինքնաբերաբար։ Գրքերը, որոնք դրվել են, որպեսզի դուք կարդաք, դրվել են այսպես պատահաբար եւ դուք ինքնաբերաբար արդեն այդ ամենի մի մասն եք դարձել։ Ինչ է կարծում, եթե հաշվի առնենք, որ ընտանիքը հասարակության մի փոքրիկ մասն է եւ կարելի է ասել փոքրիկ մոդելը, հասարակության վրա այս կանոնները կարելի է տարածել, կրթել։ Պատկերացնում եք, եթե այդպես օրինաչափորեն գնահատվեր եւ մեծարվեր հայերեն մտածելը, հայերեն ապրելը, զատելը հայերեն երաժշտությունը, այլ անհասկանալի երաժշտությունից, զատել առհասարակ հայ մշակույթը, պարզապես ենթակա է խոնարհման եւ մեծարման մեր ծանր փորձությունների բոլոր փորձությունների ժամանակ կյանքի գնով գրքերը փրկելու այդ հրաշք պատմությունները, հա, փեշի տակ, ամեն ինչ թողնում էին, բայց գրքերը պահում էին։ Դա շատ մեծ խորհուրդ ունի։ Եթե մենք այդ ամենը գիտակցենք, այդ ամենը այդպես ապրենք, կարծեմ թե ձեր ասած հենց եզրահանգենք ձեր ասած տարբերակին, որ դա պիտի օրինաչափ եւ որ նորմալ պիտի լինի։ Այսինքն էլ ինչ եթե ոչ հենց հայերենը, հայի համար հայերենը ասելով ես միայն լեզուն նկատի չունեմ, նկատի ունեմ ապրելը, մտածելը, Երևանցու պես ապրելը, Հայաստանցու պես ապրելը, Հայաստան ասելիս ես միշտ առաջնորդվում եմ Լեոնիդ Ազգալյանի այդ նախադասությամբ, որ Արցախն էլ Հայաստան է ու վերջ, երբ որ ասում եմ Հայաստան, Արցախն էլ է դրա մեջ մտնում, այդ ամենը պիտի լինի օրինաչափ, պիտի չզատվի այս ինչացին, այն ինչացուց, հայ,
առաքելական եկեղեցի, հայերեն, հայ երաժշտություն, հայ մշակույթ, հրաշալի գրականություն։ Այս թեմայով կարող եմ անվերջ խոսել, որովհետև սա իմ անվերջ անսահման սերն է ուղղակի։ Անսահման սիրո մասին կարող ես անսահմանորեն խոսել։ Մենք հաղորդմանը նախապատրաստվելից զրուցել ենք նաև ձեր քրոջ հետ եւ ինչն էր շատ հետաքրքիր, որ մի փոքրիկ, միանգամից պարզ դարձավ։ Մի փոքրիկ այսպիսի պատմություն եւ դրվագ պատմեց ձեր մանկությունից, ասում էր, որ մութ եւ ցուրտ տարիների ընթացքում նկատի ունեմ ավելի վաղ, երբ օրինակ էլեկտրա լույսի հետ խնդիր էր լինում։ Այս տարիները կոչվում եմ հաղթանակի տարիներ, հետո։ Հաղթանակի տարիներ։ Շատ լավ։ Մոմի հետ մոմը վերցնում եք, տան միակ մոմը եւ անպայման այսպես սեփականատիրության իրավունքով վերցնում եք եւ ինքներդ միայն կարդում եք։ Այն աստիճան, որ ուզում էին անպայման վերցնել ձեզանից, որպեսզի դադարեցնեք։ Իսկ թե ինչ պատիժներ էր անում իմ հետ չի պատմել։ Ոչ։ Ես մորթուց վախենում էի։ Այո։ Եվ բարձից տակ մորթի էր դնում որպես պատիժ։ Մոմը վերցել եմ եւ իրեն չեմ բաժին պահել մոմից, ես եմ կարդում։ Այդպես բաներ էր անում։ Ինչի ազնվոր են չի պատմել ինչ։ Իմաստն է պատմել, իհարկե թողել է որպեսզի նաև մեր աղավարու մյուս մասը դուք պատմեք։ Այդ հաստատակամությամբ, որով դուք ուղղորդվում եք մանկության տարիներին, ինչն եք այժմ այդ նույն հաստատակամությամբ արել, որովհետև ես վստահ եմ, որ մանկության ընթացքում ցուցաբերած բնավորության գծերը միևնույնը մնում են որոշակիորեն։ Գիտեք, ես առհասարակ սիրում եմ մարդուն։ Եվ երբ որ զգում եմ, որ դիմացինիս հետ ունենք նույն երազները, նույն սերը, իմ ընկերն է դառնում։ Ես հաստատակամությամբ գիտեմ, թե ինչ չափանիշներ են պետք, որպեսզի ես հասկանամ, որ դիմացինը իմ ընկերն է եւ մենք նույն երամից ենք եւ հակառակը։ Դա հաստատակամ է։ Իմ սկզբունքը հայրենիքս է։ Հայրենն է, իմ ընկերներն են, որոնք որ իրենց տեսակը երբեք չփոխեցին, ինչպես ես, երբեք ոչ մի բան իզորու չի փոխելու ինձ եւ մեկ կողքից որ տեսնում եմ ինձ ներկայացնող բառերն ու ինձ ներկայացնող այդ թյուր կերպարները միշտ ծիծաղս գալիս է, որովհետեւ ընկերներից ես հարցրեք։ Ես առաջարկում եմ, որպեսզի հենց ընկերներից մեկին նաև հարցնենք։ Այո, մենք տաղավար կհրավիրենք Ֆորշին հենց հիմա, սակայն այդ ընթացքում նաև առաջարկում եմ դիտել Նարինե Մալյանի խոսքը եւս ձեր մասին։ Մենք իր հետ կապվել ենք համացանցի միջոցով, հուսամ նաև հետաքրքիր կլինի լսել ձեզ։ Շուշան այն եզակի մարդկանցից է, որ զգում է հայ էությունը, հայ բնույթը, արմատներով ամուր կպածեմ մեր հողին եւ դա ես շատ եմ գնահատում իր մեջ անձնանվեր աշխատանք է կատարում դրա մեջ ես համոզվեցի երբ մեզ առաջարկեց մեկնել Ղարաբաղ եւ ներկայացում խաղալ մեր փոքրիկների համար եւ նաեւ զինվորների համար մենք խաղացինք Մարտակերտում Մատաղիսում եւ Թալիշում եւ դա փայլուն մի ծրագիր էր որը շատ լավ ձևով կազմակերպեց Շուշանը եւ ես երախտապարտ եմ դրա համար որ մենք Շուշանի շնորհիվ կարողացանք շփվել այդ հրաշք մարդկանց հետ տեսնել ինչպես են ապրում եւ ինչ ամուր են իրենք ինչ ամուր են եւ ինչքան տոկուն են այդ մարդիկ եւ այլ տեսակի հայերը ես տեսնում եի ինչպես են վերաբերվում Շուշանին այնտեղ Ղարաբաղում ինչքան են սիրում եւ գնահատում ես տեսնում եի նրա տառապանքը որտեղ ֆիզիկապես նա ամբողջ օրը ոտքի վրա էր մեջքը բռնած դեղեր խմելով բայց լսում էր յուրաքանչյուրի ուրեմն խնդրանքը գրանցում էր այդ ամենը համբերատար լռությամբ առանց ջղայնանալու ներվայնանալու ես չէի սպասում որ նման համբավ հրճակ ունեցող սիրված երգչուհին որը հանգիստ կյանք է ունեցել փայլուն մի ընտանիքից է դուրս եկել ունի հանրահռչակ քերի մայր հայր կարող է այդպես աշխատել ցեխերով քայլել գնալ խրամատներ զինվորների հետ զրուցել եւ բացառիկ հարգանքի է արժանանում նա Ղարաբաղում Շուշանը շատ է օգնում մեր թատրոնին այս զգեստներից է նվիրաբերում բեմադրությունների համար անգամ շատ անգամ հարցնում է ինչ է պետք քեզ ասա ինչ տեսակ բաներ ասենք ասում Շուշան 70-ականների ոճի ակնոց կամ փողկապ կամ չգիտեմ ինչ որ բաբչկա տղամարդու եւ դա գտնում է Շուշանը եւ ինչ որ կերպ հասցնում է թատրոն Արմանալի մարդ է ինքը այնպես որ ասում են խենթ մի քիչ լավ առումով խենթ որովհետեւ մենք խենթերի այն նմանատիպ խենթերի
կարիքը շատ ունենք հիմա։ Այդպիսի մարդիկ են նաև որ առաջ են տանում մեր ազգը։ Եվ Շուշանին ես ցանկանում եմ ուժ, եռանդ, ել ավելի կրկնապատկի իր ուժը, իսկ մնացածը կարծում եմ ինքը ունի։ Կարծում եմ հենց դիպուկ նաև ավարտեցինք զրույցը, երբ ասացիք, թող որ ընկերներս ասենք, այստեղ է Ռոշնախ բարի երեկո։ Բարի ձեզ։ Շատ ուրախ ենք ձեզ հյուրընկալել մեր տաղավարում եւ հետաքրքիր նաև զուգադիպություն հենց դիտեցինք նյութը, ես իհարկե չի կարելի թաքցնել նաև ձեր հուզմունքը բնականաբար, բայց ինչն էր որ ես երևի թե հարցս նաև ձեզ ուղեմ, նաև դուք լսեցիք, որոնք էին այն հիմնական գծերը, որոնց հետ դուք եք համամիտ կամ գուցե նույն ինքներդ եք բախվել հենց այդ լավ հատկանիշներին։ Գիտեք ինչ, ես կարող եմ ինձ համարել մեր ժամանակաշրջանի, այսպես ասած, այն շատ բացառիկ մի մարդկանցից մեկը, որը բախտ է ունեցել Շուշանին ճանաչել դեռ մանկական տարիներից։ Դեռ ոչ Շուշանը գիտեր, որ ինքը երգչուհի է դառնալու, ոչ էլ ես գիտեմ, որ ես չեմ դառնալու։ Ինքը իր համար նկարվում է, ես էլ իմ համար ջութակ էի նկարում։ Հետո գիտեք ինչ, ես ինչ կուզեմ, ինչ եմ սրտանց ուզում ասել Շուշանին։ Գիտեք, որ տենց հարց առնում, տենց թեմա առնում, անդադ մտածում ես, այօրինակ ինչ կարելի ասել, ինչ որ բաներ են անդադ մտքովդ գալիս, բայց այսպես պահին ինչ որ ոնց որ տենց չկարողանաս կենտրոնանալ, թե որտեղից սկսես։ Ես երջանիկ մարդ եմ, որ նա ես տենց ընկեր ունեմ, ես ասեմ ավելին, որ մենք ոչ միայն ընկերներ ենք, մենք նաև եկեղեցով քույր եւ եղբայր ենք, արդեն 25 տարի է ավել։ Իսկ ինչպես է որոշվել այդ կամ ինչպես է ստեղծվել։ Մեր ընկերությունը շատ լավ է, հետո մենք իրենց գյուղում էինք բաբոյի մոտ, Այո։ բաբոյի ու ծեդոյի մոտ, այս որ առաջին անգամ խմացրեց։ Հոնի արող եւ վրայից ասեց դու չես հասկանում խմի։ Ես դե երկանկումս չեմ խմում։ Ինձ կարիջ խմացրեց ու ես շատ վատ վիճակում եմ։ Չէ, վատ չէ, հակառակը։ Շատ վատ է, ես հիշում եմ։ Բարձացանք սարը, մինչև սարի գլխի Էն ծառը, ծառի հետևերևից։ Եվ այնտեղ տենց, բայց չէ, գիտնած չի որ ես զղջում եմ դրա մեջ, եթե սթափ լինի, էլի նույն կայքը։ Չէ, բայց այդ բան հավանաբար իսկապես այնքան հարազատ ամեն ինչ, այնքան հարազատ զգացողություն էր այդ տունը, այդ միջավայրը, Սարի գյուղը, բաբոն, գեղեցկագույն դիմագծերով կապտաչա, նույն ֆորշի դեմքը, բայց կապույտ աչքերով ձեդոն։ Այդ բանը դրամա կար տանը, մենք էլ ցինիկ սերունդ նստած, ջահել երեխեքով, բանը պապիկը սիրած կին ուներ դիմացի խանութում ու բաբոն անընդհատ այս բաներ էր անում, հետևից ու մենք նստած էինք։ Ես հիշում եմ այդ պատմությունը, այնքան սիրուն էր ու մենք Սենց պատանիներ էինք, ուսանողներ էինք, ես առաջի կուրսում էի, դու երկրորդ կուրսում էինք երևի ինստիտուտում չեմ հիշում, ես ակադեմիայում, դու կոնսում, հա։ Մի խոսքով, բայց գիտեք, ես նաև ուզում եմ Նարինեին ասեմ, որ շատ շնորհակալ եմ այդ խոսքերի համար, գիտեք, այնքան շնորհակալ եմ, ոչինչ չի որ իպել աչքից, և այնքան հուզվեցի, որովհետև ես հետ եմ վարժվել այս խոսքերից։ Արցախում նորմալ է, մարդիկ տեսնում են, ասում են, երբ որ ասում են առանց գիտենալու, ավելի շատ ստեղծագործական և ավելի հիմնված չարության և ջախջախելու, տրորելու, ոչնչացնելու, սեփական ամբիցիաներին հակորդ տալու սկզբունքներով սկզբում վատ ես լինում, հետո չես կարողանում անտարբեր լինել, ավելի ես վատ լինում, հետո դառնում ես անտարբեր։ Եվ այդ ամեն ինչի մեջ ես ինչ-որ թմբիրի մեջ էի ասես հայտնվել ու հիմա լսեցի խոսքեր շատ մեծ արվեստագետի տստից և սա այն դեպքերից է, որ Նարինե Մալյան անունը հրաշալի է, որ իր մեջ կրում է մեծ մեր վարպետ Հենրիկ Մալյանի արյունը ժառանգությունը, բայց ինքը Նարինե Մալյանն է, դա ինձ համար շատ կարևոր գնահատական է գնահատվել մեծ արվեստագետի կողմից։ Շնորհակալ եմ շատ, ու իսկապես ինձ հուզեց և շատ թանկ է։ Իսկ ինչ վերաբերում է եղբորս, շնորհակալ եմ, որ եկել ես, որ։ Այս միտքս չավարտեցի։ Հա, ներողություն ցավը։ Եվ շարունակելով Ավարտալ է։
Ինչ կուզենայի ասել, գիտեք, ինչ կուզենայի ասել, անդադ շատ բան կուզենայի ասել, սա Շուշան, մի անձնավորություն, որի հետ շփվել ես, դու միշտ շփվում ես արվեստի հետ, բարձր արվեստի հետ, լինի դա երաժշտություն, լինի դա կերպարվեստ, լինի դա թատրոն, նշանակություն չունի, լինի դա գրականություն, այս մարդու հետ շփվելուց դու ուղղակի հաճույք ես ստանում, դու զգում ես, որ դիմացդ մի անձնավորություն է, մի կերպար է, որի ամեն խոսքից դու կարող ես քո համար օգտակար ինչ-որ բան քաղել, վերցնել եւ սրտանց դու տեսնես, որ այդ մարդը դա ձևականություն չի, դա ինչ-որ ստից ձևեր չեն, բաներ չեն, դա տենց է, այդ մարդը տենց է, այդ մարդը արվեստի մեջ է, այդ մարդը ճիշտ մարդ է, այդ մարդը պատրիոտ է, այդ մարդը սիրում է իր ընկերներին, իր քաղաքը, իր հայրենիքը եւ դա ձևականություն չի, ես ուզում եմ, որ բոլորը դա մեկ ընդմիշտ հասկանան, որ դա ճշմարտություն է, որտեղ կողքից ինչ-որ ստից բաներ են անդադ խոսում, որ դա ձևեր է, չգիտեմ, չէ, ձևեր չի, այս մարդը սենց է, ցավը տանեմ, այս մարդը Ես էլ կուսեմ։ սրտանց մարդ է։ Երբ որ ես քեզ մոռացա ասեմ, մատաղիցում հիշում ես, որ ես միշտ այդպես 8 տարի համերգներ եմ կազմակերպել սահմանամերձ բոլոր զորամասերում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի, ֆորշը մի տարի ոդկը կոտրած եկավ ու անընդհատ հենց տեսնում եմ մեր ախպերը ոնց ասում եմ որ մեկ որտեղ ֆորշներ մրոներ ֆորշը ասում եմ լավ է ֆոտո չի ցավում ասում եմ չէ քեզ ում ասել որ միշտ հիշում են Գիպսով համերգ է։ եղնիկների համերգ հիշում ես առավոտ ժամին Զինվորների համար։ Այո։ Երբ խոսում են Երևանի մասին եւ Երևանի կոլորիտի մասին, անպայման բնականաբար չի լինում չհիշել ձեզ եւ նաեւ ձեր ստեղծագործությունները եւ այլն։ Երևանը այժմ ինչ գույներով եք դուք տեսնում։ Երևանը միշտ նույն գույնն է ունեցել, միշտ էլ այդ նույն գույնը կունենա, Երևանը վարդագույն քաղաք է։ Եթե մի քիչ այդ գույնը խամրել է, ինչ որ տոները ինչ որ բացվել են կամ փակվել են, դա ինչ որ ժամանակի խնդիր է, մեկը ինքը իր տակի գույնը, ինքը տակից ունի։ Ինքը այդ վարդագույն, այդ տուֆի շենքերը մեր որ կան եւ որոնք հիմա կարող է մի քիչ խամրած են թվում, դա ոչինչ, կմաքրեն կանցնի, բան չկա։ Որքանով են մարդիկ իրենց։ Այդ ներսից այդ քարը ոչ թե գույնն է տալիս, այլ նաեւ տալիս է այս քաղաքի բնավորությունը, այս քաղաքի օրվա տրամադրությունը, գույնը, եղանակը, չգիտեմ, ամեն ինչ, այդ տենց։ Երևանը ես սիրում եմ անառավտուր, ոնց որ ֆորշը։ Երևանը սիրում ես, Երևանը սիրողի նման առանց քննարկելու, թե այսօր Երևանում ինչ պրոբլեմ կա, վաղը չկա այդ պրոբլեմը, չէ։ Քո զավակին մի օր չես սիրում, մի օր սիրում ես, այդպես էլ Երևանն է, մեր տունն է։ Ու այդ սերը չի պարփակվում 6 մետլախների մեջ, դրան դիմաց խփած։ Իսկական սեր է, որովհետև ես ֆորշին համարում եմ, նայեք առաջին անգամ եմ ասում, բայց Երևանի մասին շատ կան երգեր գրված։ Ինձ համար իմ սերնդի լավագույն երգերը Երևանի մասին ֆորշն է գրել։ Եվ ինքը գիտի, ու ես անընդհատ ասում եմ ֆորշ մի հատ գրի Երևանի մասին, էլի գրի երգենք իրար, թեպետ մի հատ կար, որ այդպես խմբով երգում ենք եւ ես այնքան սիրում էի, որ հենց այդ կտորը ինքը ընտրել էր, որ ես երգեի։ Մայրասերո քաղաքին Ստեղ Շուշանը սկարիս էր այս Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք, Երևանն անկեղծ սիրելը, չգրված օրենք է։ Բա, ոնց է գրել, չէ։ Հրաշալի, բա, ամեն ինչ ասված է այսքան։ Ես առաջարկում եմ հիմա դիտել մի փոքր հատված, բայց միջ այդ հատվածը դիտելը, որովհետև խոսել ենք Դավիթ Սահակյանցի հետ, եւ կարծես թե ձեր վերջին համագործակցությունից, վերջին, որովհետև դուք նաեւ բազմազբաղ կարելի է ձեզ անվանել եւ այս ընթացքում թե կերպարը, որովհետև ինչու հենց մուլտ, որովհետև հենց այստեղ է երևի թե ամենաանկեղծ էմոցիաները, որ կարելի է արտահայտել, եւ ամենապարզության, որովհետև երեխաների համար է ի վերջո արվում։ Մի խոսքով, այդ կերպարի մասին մի փոքր խոսենք եւ իհարկե նաեւ անդրադառնանք մեր նյութին։ Ես սկզբում չգիտեի թե դա ինչի մասին է խոսք, չգիտեի թե դա ինչ կերպար է։
Բայց գիտեմ մի բան, որ Ռոբը Սահակյանց իմ ավակ ընկերն է եղել։ Կարքին Երևանցի ու ես իր կարիքը շատ հաճախ զգում եմ ու շատ կարոտում եմ իրան։ Շատ, որտեվ այդ կոլորիտը, այդ խստությունը, այդ հումորը, դա աննկարագրելի, ասենք ոնց կարելի է ժամերով նստել ու լսել թե Ռոբը ոնց է խոսում ֆուտբոլից։ Ու ես պատրաստ էի լսելու, ոչ միայն ես, աղ ընկեր եւ զավակները իմ ընկերներն են։ Եվ դրանից հետո բնականաբար իմ մոտ անքննարկելի էր ինչ էլ որ առաջարկ լիներ, ես կմասնակցեի այդ նախագծին, բայց ի ուրախություն ինձ Շուշանի կերպարը եւ Հրանտի թողածան կերպարը ստեղծվել էր մեզ համար։ Այո։ Եվ հա, ինձ նման է այնքանը, որ ես իմ տեսակով լիդեր եմ, այսինքն ես միշտ այդպես ինչ-որ գաղափարներ եմ ունեցել, բան, որ եթե շուրջս հավաքվել են, մենք անպայման իրագործել ենք ու նաև համառեմ ու սկզբունքային, ուրեմն նման էր ինձ, թեպետ այնտեղ մենք ձայնագրման process-ի մեջ շատ այսպես հումորային բաներ են եղել, իմպրովիզը, դե Հրանտի ու իմպրովիզները դա աննկարագրելի բաներ։ Եվ հետո երբ որ ես գնացի արդեն երբ որ ամբողջական ֆիլմը հավաքված էր, մի քանի բան պիտի ավելացնեի, արդեն ֆիլմը նկարված էր, եւ ես նայում էի ինչ է կատարում եւ ինչ որ այսպես գունավորում էի էմոցիոնալ ինչ որ փնչոցներով, ոչ շատ ծիծաղելի էր, որովհետեւ շատ անկեղծ էի։ Շատ եմ սիրում այդ գործը, դեպ այնքան կուզեի լիքը նման առաջարկներ լինեին։ Սիրում ես, չէ՞, դու դուբլյաժ սիրում ես, անեմ, ես ու շատ եմ սիրում, շատ համով բան։ Մուլտերինը տարբերվում է ֆիլմերից։ Հա, տարբերվում է, որովհետև Միանշանակ տարբերվում է։ Հա, ոնց։ Թեպետ ես մուլտի ունեմ մի փորձ Կարմիր գլխարկի մեջ տատիկի։ Շուշ, մենք Կարմիր գլխարկում իրար հետ էինք մոռացել։ Գայլը։ Ես Գայլն էի։ Դու գոլներ ես դա բաբոն էի մատաղ։ Ես Գայլն էի, չէ, որ Գայլին այս մուլտի մեջ սյուժետը ուրիշ էր։ Գայլը ոչ թե չարն էր, այլ բարի հերոսն էր։ Իսկ տատիկն էլ բան էր, կերպար։ Խառնակի չկարմիր գլխարկն էր։ Շատ լավ։ Ես առաջարկում եմ հիմա դիտել այդ նյութը, որտեղ նաև կխոսվի հենց Անահիտ մուլտի մասին եւ անմիջապես դրանից հետո արդեն մեր տաղավարում կլինեն ձեր մյուս ընկերները, որոնց սիրով նաև կներկայացնենք մեր հեռուստադիտողներին։ Աշխատասեր, աշխատանքին նվիրված եւ լավ ընկեր։ Հենց այսպիսին է տեսնում ռեժիսոր մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Շուշան Պետրոսյանին։ Կարծում եմ այսօր Հայաստանի շատ անհրաժեշտ է նա իսկապես հայրենասեր է։ Ոչ մի ձևական բան չկա իր մեջ եւ թեկուզ նա ինչ-որ մի բան սխալ միգուցե ասի կամ մի բան սխալ արտահայտվի կամ սխալ հասկանան, դա միևնույնը չի նշանակում չի կարող, այսինքն ոչ թե չի նշանակում, այլ չի կարող ջնջել այն հայրենասիրությունը, որը նա զգում է եւ որը նա բացի զգալուց նաեւ արտահայտում է եւ իր գործով է ապացուցում։ Դավիթ Սահակյանցը երգչուհուն վաղուց է ճանաչում։ Բաներն էին, երբ նրանք հրավիրված էին մի հաղորդման որպես հայտնիների զավակներ եւ պետք է խոսեին անվանի ծնողների զավակ լինելու մասին։ Առաջի անգամ երբ որ հանդիպել եմ, դա եղել է Մոսկվայում, այն ժամանակ Երմին ելույթ էր ունենում Մոսկվայում, Կավայնի թիմը, եւ նա մասնակցություն էր ունեցել։ Ես էլ այդ ժամանակ մի կարճ ժամանակ Երմիի թիմի անդամներից մեկն էի դարձել եւ առաջին անգամ այդ Մոսկվայում ծանոթացանք։ Շատ է եղել, երբ միասին նստել են մինչ ուշ գիշեր, խոսել ու քննարկել են տարբեր հարցերի մասին։ Արցախ գնալիս էլ երգչուհուն ուղեկցել է նաեւ ռեժիսորը։ Շուշանը ինքը եկավ մեր հետևից Շուշի, բոլորիս հավաքեց ամբողջությամբ եւ ընկերների օգնությամբ, մեքենաներով մեզ բոլորիս տարան այնտեղ։ Դեռ ճանապարհին անընդհատ խոսելով նաև պատմում էր իր ընկերների մասին, ովքեր կան Մարտակերտում, նրա արած գործերի մասին։ Ես այդ գործերի մասին իհարկե գիտեի։ Իհարկե, ռեժիսորը տեղյակ էր այդ գործերից, հատկապես Արցախի մշակույթի տան համար կատարած աշխատանքներից, որոնք առանց ընկերների երգչուհին չէր կարողանա դրանք կյանքի կոչել։ Երբ որ եկա հասա, այնտեղ դահլիճը, օրինակ, որտեղ հնարավորություն տալ թե ֆիլմեր, թե այս դեպքում երբ որ մենք գնացինք, մենք տարանք Անահիտ մուլտֆիլմը, ձայնը, որը ես լսեցի այդ դահլիճում, նա կարծում եմ Երևանի լավագույն դահլիճների ձայնի մակարդակի ձայներ, ինչը իսկապես շատ ուրախանում, շատ հաճելի էր։
Համագործակցության եզրեր նրանք երկար են փնտրել, ցանկացել են տարբեր տեսահոլովակներ նկարել միասին, սակայն այդպես էլ իրականություն չեն դարձել։ Այդուհանդերձ մի գեղեցիկ օր Շուշան Պետրոսյանն ու Դավիթ Սահակյանցը մեծ համատեղ նախագիծ են սկսել։ Խոսքը Անահիտ լիամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմի մասին է, որը նկարահանվել է Ղազարոս Աղայանի Անահիտ եւ Աչագան հեքիաթի հիման վրա եւ ստեղծվել եռաչափ գրաֆիկայի կիրառմամբ։ Ի սկզբանե սցենարում մեր մոտ հայտնվեց Անահիտի դայակը եւ մենք հենց Շուշան դրեցինք անունը եւ հենց Շուշան Պետրոսյանն նախ ձայնագրեցինք այդ հերոսու այդ կերպարի ձայնով Շուշանի ձայնով է խոսում այդ կերպարը եւ նաեւ մի քանի երգերի բառերի հեղինակը դարձավ Շուշանա Պետրոսյան։ Եղավ նաև երկչուհու ձայնասկավառակի շապիկի պատրաստման առաջարկ, սակայն ինչ-ինչ պատճառներով մուլտիպլիկատորը չհասցրեց իրագործել դա։ Շատ եմ ցանկանում, որ նա մնա այնպիսին, ինչպիսին կա, մնա անկեղծ, ազնիվ, պինդ, ինչը շատ կարևոր է, որտեղ այդ բոլոր հատկությունները նա ունի, ես կուզեմ, որ նրանք ավելի ամրապնդվեն։ Առանց Աստված դեռ ելի շատ կաշխատենք եւ նոր գաղափարներ կծնվեն։ Հաճելի է, երբ մարդիկ, հատկապես ընկերները, անկեղծ են միմյանց նկատմամբ եւ առաջին հերթին համախոհներ։ Ու չնայած դժվարությունների փորձում են ձեռք-ձեռքի տված անցնել ընտրած ճանապարհը։ Նախ պետք է ողջունեմ մեր հյուրերին, որոնք եկել են մեր տաղավար, Հովնան Սարգսյան, նկարիչ, ինչպես նաև Նաիրի Մկրտչյանը։ Բայց պետք է ներկայացնելը եւ թե ինչ առնչություն ունեն ձեզ հետ, որովհետեւ հեռուստադիտողները միշտ սովոր են ձեզ տեսնել առանձին կամ որոշակի իհարկե շրջանակներում ընկերական եւ այլն մտերիմների, գործընկերների, սակայն կան մարդիկ, ովքեր ոչ այնքան հաճախ են ասոցացվում միանգամից ձեզ հետ, բայց գիտեմ, որ գուցե եւ շատ-շատերից ավելի մտերիմ են։ Հովնանի հետ, եթե չեմ սխալվում, դուք դեռևս 16 տարեկանից եք ծանոթ։ Տելևիզիոնի ուսումնարանից։ Այո։ Հովնանը սովորում էր պապայի կուրսում, ես ընդունվեցի, իրենք արդեն երկրորդ կուրսում էին։ Ու ընկերացանք պրակտիկայի գնացինք իրար հետ, թեպետ ես կյանքը շատ եմ կերել իրար, որտեղ ինքը կուրսի ավագներ։ Ես էլ հենց նոր երաժշտական դիսկ, վինիլի դիսկ հենց ունենում էի։ Այն որ ասում էր բեր մոտս ակումբ։ Գնում էի, որ կիսվեմ, կուրսում երեխեք կային, լուսահոգի Կարենը միշտ ասում էր հենց նոր բան է ունենում, ասում էր բեր իրենց կուրսի։ Ու որ տանում է, սկսում էինք լսել երաժշտության տակ, ես հովում շատ բաներ, սադիստ։ Դուրը փակում էր, չէր թողնում, որ ես գամ, բայց համեր սիրում էր ինձ, ես գիտեմ, որ սիրում էր, ես իրենց ուրախությունն էի։ Շատ լավ ընկերներ ենք Հովնանի հետ եւ ինձ համար դուք չեք պատկերացնում ես ինչ օր է, ինձ համար ինչ անակնկալների օր է։ Ինձ համար Հովնանը այն իմ հարստություններից է, իսկ նման հարստություններ պապան շատ է թողել։ Այսինքն շատ փայլուն նկարիչներ եղել են իր ուսանողները։ Ուրեմն մեկն էլ Հովնանն է եւ ես երջանիկ եմ, որ ես իմ տանը ունեմ 3 Հովնանի աշխատանք։ Դա շատ կարևոր բան է ինձ համար։ Ինքը խորհուրդ ունի նախ որովհետեւ պապայից դպրոցն է, երկրորդը որտեւ բոլորովին նման չի պապայից ծերագրին։ Դա հենց պապայի սկզբունքն է եղել, երբեք չկոտրել անհատականությունը եւ ուղղակի կրթել կողքից։ Ընդ որում շատ չէր գալիս, գիտեք, դասերի։ Ես էլ եմ հետո իր կուրսում սովորել, շատ չէր, բայց ինքը անընդհատ կար մեկ է։ Մինչև հիմա կա, երբ որ հավաքվում ենք, անընդհատ խոսում են։ Հիշում եք Պետրոսյանն էս էր ասում։ Մինչև հիմա, այնպես տվարժն որ ինքը արվեստանոցում նկարում է եւ մենք կողքի սենյակում խոսում ենք։ Պատմում եք զրույցը սկսելուց առաջ դեռևս, որ բնականաբար հենց այդ տարիքում է, երբ կարելի անել այն խնդությունները, որը կարելի է կամ մոռանալ, կամ ուղղակի հիշել եւ զվարճանալ այդ ամենի մասին, որոնք էին, որոնք հիմա կհիշեք։ Դե Չէ, առանց շուշուել չէր կարելի, անհնարին էր արդեն մեր կյանքը, այդ արդեն ինքը մեր, ասենք, շարժիչ ուժն էր, երաժշտությունը մեր այդ արդեն ընկեր Պետրոսյանն էր դրել, երաժշտություն, նկարչություն, այդ մի հարթության վրա էին, էլի, ու Շուշանը մեզ այդ իր ասած մատակարարում էր, ու Պետրոսյանը ասում էր, ես ձեզ չեմ սովորացնում նկարել, ես ձեզ հիվանդացնում եմ նկարել, նկարչությամբ, այդտեղ խորհուրդ կա էլի,
այդ մնում է ամբողջ քո կյանքի մեջ։ Ինքը ինֆորմացիա էր տալիս, ասում էր, «Սես նկարիչներ կան, դուք ընտրեք, թե որ ուղղությամբ կգնաք»։ Նույնն էլ այդ ընտանիքը, ասենք, ու Շուշանի ընկերությունը մեր համար ուրախություն էր, հետո պրակտիկայի այդ դիսկոտեկաները, այդ Ստիվիով տարվելը, մի խոսքով ամբողջ մեր կուրսը։ Ես կցանկանայի խոսք նայել փոխանցել ձեզ, Նաիրի, դուք 13 տարի է ինչ ճանաչում եք Շուշանին։ Մեր հաղորդմանը պատրաստվելիս մենք նաև զրուցում ենք Հասմիկ Կարապետյանի հետ, ով ցավոք չկարողացավ այստեղ այսօր գտնվել, բայց մի շատ կարևոր բան ասաց, որ յուրաքանչյուր մարդու մեջ կա այդ հայրենասիրություն, ասվածը, ձգտումը եւ այլն հասկացողությունը, սակայն ինչ-որ մեկը պետք է որ բացի այն։ Եվ այդ բացողը իր մոտ, Հասմիկ Կարապետյանը դուք եք եղել, ով կարողացել է իր մեջ այդ ամենը ներարկել։ Եվ նաև ձեր մտերմությունը, որը սկսել է մի սովորական հարցազրույցից, շարունակվել է եւ ձեզ համար է եղել նման շեշտադրումներով մտերմություն։ Այո։ Ես հայրենիք թերթի լրագրողն էի Հայաստանի մեջ եւ ինձ հանձնարարված էր Շուշան Պետրոսյանի հետ հարցազրույց անել։ Թեր սկսնակ լրագրող ինձ համար շատ մեծ պատասխանատվություն էր ադիգա եւ հավանաբար առաջին անգամն է Շուշանն ալքիդ է, որ ես 1 տարի շարունակ իր գործունեությունը հետաբնթել եմ եւ ինքս ինձ պատրաստելու մեծության հետ հանդիպելու այդ դժվարին բարդականութեն են, ես վերջապես իմ մեջս ուժ կդա եւ 1 տարի վերջ 2002 թվականի սեպտեմբեր 21-ին հարցազրույց ունեցա Շուշան Պետրոսյանի հետ, իմ կողմը սովորություն դարձած է հարցազրույցը ընել եմ յետ ամիջապես երբ որ պատրաստել է տեքստը հարցազրույցը տալ տվյալ անձին, որպեսզի ինքը գարտա եւ համոզված լա, որ ամեն ինչ ճիշտ է, հավանաբար վրիպում կա, պրոֆեսիոնալ եւ կարոտած մեթոդ է արդեն, կարոտված։ Ինչ որ բան կա, այդպես նաեւ մոռացված։ Կարծես թե բادرվագալգար, որ դարձյալ Շուշանը տեսնեմ, եղավ երրորդը եւ այդպես մտերմությունը սկսավ։ Ինձի համար մինչ այդ ծանոթ էր արվեստագետ Շուշանը, որուն հանդեպ մեր հարկանք ունեի, բայց հետո մտերմանալ են եւ շրջակայության են յետք ինձի շատ բարձ էր մեծ մարդ Շուշան Պետրոսյանը, որ շատ քիչերուն է հայտնի, շատ քիչերուն, որովհետև ներկա մամուլի լրատվության աղդոտ, փառացիորեն աղդոտ հասցնելով մինչև մահվան լրատվությունը լսելով շատ քիչեր են, որ կգնահատեն Շուշան Պետրոսյանի մարդ տեսակը։ Պարսպարով դժվար է նկարագրել, կրնամ թրվակներ պատմել, թե ինչպիսի մարդ է Շուշան Պետրոսյանը։ Սուրիա մեկնելու ժամանակ մենք գտնվենք Հալեբի փերթի մեջ, մեր կողմեն անցան 7-8 տարեկան երեխաներ, ոտափոփիկ, աղդոտ, արտաքինով, այսինքն պստիկներ, որ ցեխի հողի կամ գերագուրի հետ խաղացած են եւ այդ վիճակի մեջ էին, Շուշանը իրենց նայելով մեռնեմ ձեր կյանքին, սավ եւ ես անանք շվարած նայեցա, ինչ, ես Շուշան Պետրոսյան հայ լինելուց առաջ մարդ եմ։ Որպես ընկեր նաև կարելի է ուրիշ բան պատմել, ինքը վիզայի թիմած էր Ամերիկա երթալու, հանկարծ երբ որ զանգեց եւ վիզայի պատասխանի լուրը պետք է առներ եւ սկսավ լալ։ Սի ինչ վիզան չեղավ, չէ, իմս եղավ, մրոյինը չեղավ։ Դարձյալ ճանապարհին ինչ որ հետաքրքրական թեփ պատահեցա, ճանապարհը գործընթացած էինք, վարողը եղբայրներ, բավական ճամփայր տալեն երկ, աղջիկ մտեցանք, ասենք փոքրիկ աղջիկ, բերտ ոնց են գնում, շունչ արած, որ ոչապես շնչավոր էակ մտեցանք, սա գիտում չի, հույսերը գտրած, քիչ մնալ քալեցինք, տատիկը թրիկով բադը գծեպեր, Շուշանը բադուհանը բացավ, տատի ջան չեք ասի, բերտ ոնց են գնում, բերտ թրիկոտ սերկերով դարձավ թեպի Շուշանը, վայ մեռնեմ ջանին, ես մեր արտիստը, ճիշտ լախ Շուշանի երեսին, սիրո այդ գարոդի սկացում են, իրեն համար բան էր, շոկ էր, որ իր սիրած արտիստը ինքը իսկապես տեսավ, չնայեցավ ալ սերկի վրա թրիկ կա, ինչ կա և ապտագով ար դա այդ դիցերը, այո, մեկ բալրություն, ինչ անդրադարձ կունենա Շուշանը, սկսավ խնդալ և մենք հետևենք հրհրոցը, Ադիգան նույնիսկ գարդահայտ է, թե ինչ տեսակ մարդ է Շուշանը, իրեն համար թրիկը ոչ մեկ շարագություն չուներ, գործված ճանապարհը երբեք կարևոր չէր, ինչ պայմաններում մեջ պիտի ապրի եւ մատուցե իր արվեստը նորեն կարևոր չէր։ Շատ ուրախ եմ, որ նման հաղորդում կա եւ
բոլորին հայտնի կդարձնե թե ով է նաև մարդ Շուշան Պետրոսյանը, որուն հետ ընկերանալու համար շատ մեծ հպարտություն է ինձ համար, որտեղ ինքը իսկապես ընկեր է։ Ընկեր է, ով հասած է իմ բոլոր շատ կարևոր բաներուն, հարսանիքի պահինը սկսյալ, հարսանեկան հագուստը մոդելավորելու, խորհուրդներ տալու, իմ աղջիկս դունեն դուրս առաջին անգամ գնաց Շուշան Պետրոսյանի տուն, շատ ուրախ եմ, որ ունիմ նման լավ մարդ, լավ հայրենասեր, լավ ընկերուհի իմ կողքից, որ վստահ եմ, որ կմնա մինչև վերջ։ Չի կարելի նաև չխոսել այն մշտական դարձած ես համար սովորի դարձած եւ նվիրական այդ process-ի մասին, երբ դուք մեկնում եք սահմանամերձ թե գյուղեր եւ թե զորամասեր, որովհետեւ երևի թե գիտակցելով, որ հենց այնտեղ է պետք է ուժը եւ ոգեորվածությունը եւ ոգին փոխանցելը եւ նաեւ վերջերս դուք Արցախում եք, մենք ունենք որոշակի նյութեր, որոնք հերոստատողներին քիչ հետո նաեւ կներկայացնենք ձեր վերջին այցից, մի փոքր նաև խոսենք այս մահման մասին, որովհետև ձեր հարցազրույցներից մեկի ընթացքում նաև նշել եք, որ հայրենասիրությունը ձեր դեպքում նաև պիտակ են որպես դարձրել։ Մի քիչ կարծես թե այդ բառը, որը իսկապես ունի մեծ արժեք, արժեզրկած։ Արժեզրկված բառ է, որտեղ հայրենասիրության մասին չես խոսի, այնպես ինչպես չես խոսի ջուր խմելու մասին, ոնց չես ասում, ես հիմա ջուր եմ խմում, չէ, դա նորմալ բան է։ Հայ կամ բան, հա, մի անգամ ճիշտ է, հոտվածս իջեցիր մի հատ բան է գրելու, ամեր չես ասի, ինչ մայրասեր տղա է կամ ինչ մայրասեր աղջիկ է, որտեղ մորը սիրել օրինաչափություն, բա հայրենիքը սիրելն էլ օրինաչափություն, դա թեմա չի։ Հա, ես չեմ սիրում աղմկահարույց տեքստեր, լացակումած դեմքերով, ինչ որ նյութեր են դնում կայքերում, որ սահմանամերձը դատարկվում է, իսկ դու ինչ ես անում, այ դու քո չափով ինչ ես անում, որ չդատարկվի։ Եթե ամեն մարդ գործով զբաղվի, ոչ թե պլակատային եւ հնարավորինս համեմված չարությամբ, չսիրելով համեմված անհնար է։ Գիտեք, ես անդադ կարդում եմ հոդվածներ, ասենք ինտերվյուներ եմ նայում, հետևում եմ մամուլում ինչ է կատարվում։ Ես կարծում եմ, որ չի կարելի, ուղղակի անհարիր է այն ձև, այն մատուցման ձևը, որ անում են, ասենք, հոդվածներ, գիտեք, խնդիրներ կան, իհարկե կան։ Ես ինքս դրա մեջ աշխատում եմ այսօր, ես գիտեմ բոլոր խնդիրները, գիտեմ դժվարությունները, թե ինչպես կարելի է այս կամ այն խնդրին լուծում տալ, բայց ես գիտեմ մի բան։ Այսօր 21-րդ դարի հայ զինվորը ունի հնարավորություն ինտերնետի։ Այդ զինվորը պիտի անընդհատ նեգատիվ, չար նյութեր չկարդա, ինքը պիտի իմանա, որ մարդիկ լավ են եւ սպասում են եւ հանգիստ չի կարելի այդպես։ Զինվորին պիտի մի քիչ դրական էմոցիաներ տալ, որտեղ ինձ համար ամենաառաջնային, ամենամեծ ուժը այսօր հայ զինվորն է։ Հայ զինվորը եւ ես իրենց շատ եմ սիրում եւ յուրաքանչյուրի մատը որ փուշ է մտնում, ես սարսափելի դրամա եմ ապրում։ Չեմ ասում ավելին, որովհետեւ գոնե 4 սվող բերգություն ունեցա այս մի ամսվա մեջ։ Ես առաջարկում եմ հիմա դիտել ձեր վերջին այցը, նաև մի փոքր կվերհիշենք եւ կվերադառնանք փորձելով ամփոփել մեր այսօրվա զրույցը։ Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ եւ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի падգամավոր երգչուհի Շուշան Պետրոսյանի անմիջական նախաձեռնությամբ հայկական բարեգործական ընդհանուր միության Հալեպի Մարտիրոսարյան ակադեմիայի հիմնադրման 60-ամյակին նվիրված ցուցահանդեսն այսօր բացվել է նաեւ Ստեփանագերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում։ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում կազմակերպվող այս ցուցադրությունը ցեղասպանության զոհերի հիշատակը վառ պահելու ջանքերին ուղղված եւս մեկ ձեռնարկ է։ Մենք պարտավոր ենք բացատրել ցուցահանդեսի միջոցով, միջոցառումների, այլ միջոցառումների միջոցով պետք է անպայման մեր երեխաները իմանան, հիշեն եւ պահանջեն, որ այլևս այդպիսի բաներ չլինեն։ Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարար Հրանուշ Շակոբյանի ողջունի խոսքը ընթերցելուց հետո կենտրոնի սաները ծանոթացել են սիրիահայ հասակակիցների Հալեպի ակադեմիայի 32 սաների Հալեպ տագնապալի օրեր խորագրով աշխատանքների ցուցադրությանը։ Պատերազմի դաժան շունչն արտացոլված է գրեթե բոլոր նկարներում։ Երեխաներն իրենց ցավն ու ապրումները թղթին են հանձնել ներկայացնելով պատերազմական թող ու բողի մեջ հայտնված Հալեպը։ Նայելով այս նկարներին հիշում ենք այն ճանապարհը, որ անցել ենք մենք, մեր երեխաները եւ շատ ափսոսում եմ, որ այդ երեխաները ոչ թե խաղաղ երկինք են նկարում, ոչ թե խաղաղ մանկություն են նկարում, այլ նկարում են այն դժվարին կյանքը։ Այն ինչ տեսնում եք այ հիմա արցախահայ երեխաների այս նկարներում, դա պարող զինվորներ են, դա մարտի դաշտից տուն վերադարձած
ժպիտները դեմքին զինվորներ են եւ այն ինչ որ նկարել են հայ երեխաները Սիրիայում ապրող, ցանկությունս է որ երեխաների նկարների տրամադրությունը եւ երանգները փոխվեն, որ նրանք ականատեսը լինեն հաղթանակի իրենց երկրորդ հայրենիքի։ Սիրիահայ երեխաների նկարչական աշխատանքներն անշուշտ մտորելու տեղիք կտան եւ ուժ կհաղորդեն մեր երեխաներին, համոզված է Շուշան Պետրոսյանը։ Վերջնական հաղթանակի համար հաղթանակած երկրի նոր սերունդը շարունակ պիտի զգոն լինի։ Ուրիշի ցավը, երբ նայում ես եւ անցկացնում ես քո երակներով, ավելի ես ուժեղանում։ Հասկանում ես, որ եւ հատկապես երբ համեմատում ես, նրանք ունեն տուն դարձի ճամփա, կարող են գալ հայրենիք Հայաստան։ Շատ ավելի ծանր երբ դու քո հողի համար ես կռիվ տալիս եւ կռիվ ես տալիս ամեն ակնթարթ։ Ես պետք է տամ մեր հաղորդման համար արդեն ավանդական դարձած հարցը, որը միշտ փորձում ենք նաև մեր հյուրերին առաջարկել, ինչ պետք է հեռուստադիտողը տեսնի եւ նաև բնականաբար ելնելով մեր այսօրվա զրույցի թեմայից եւ այլն։ Ինչով կամփոփեք։ Ընդհանրապես, ես որպես լրագրող եւ մնալով թեմայի մեջ կուզեմ խոսքս ուղղել լրագրողներուն, որոնք կհետաբնտեն Շուշան Պետրոսյանին եւ գոչ կնեն, որ հետաբնտեն իր գործունեությունը։ Եվ հավատացեք, որ անիկա ասկի համար ավելի շահեկան։ Որպես նախկին սփյուռքահայ հայրենաթարց գուզեի արեմդայերն հաղորդումներ տեսնել, որոնց թիդոներու թիվը շատ մեծ կլա վստահաբար։ Նույնիսկ երեխաներ կան, որոնք գուզեն արեմդահայերեն քարտուններ դիտել եւ այլն իրենց դարիքին հատուկ ֆիլմեր, որ շատ քիչ է, այո, բնականաբար։ Ինչով կցանկանայիք նաև ամփոփել։ Սեր, սիրեք միմյանց։ Սիրեք մեր քաղաքը, սիրեք մեր երկիրը, մեր տամբես։ Եվ երկիրը սիրողին սիրեք։ Ապրես։ Թող ձեր հաղորդումների նման հաղորդումներ ավելի շատ լինեն, որ մարդու ավելի բացահայտեն իր այն, որ կա ինքը իր սիրտը, ես կուզենամ, որ գարունը սենց սկսվող, գարունը ամեն մեկի տան մեջ մտնի ավելի դրականով, ավելի այդ բացասականը մի քիչ հանենք, տնենք մի կողմ, պրոբլեմներ կան, բայց պետք է ապրել, ստեղծագործել, բոլորիդ էլ ցանկանում եմ։ Շնորհակալություն։ Որպես կանոն միշտ ձեզ մոտ լինում է որևէ աքսեսուար հիպիների նշանով, որը միշտ մեկնաբանում եք նաև սեր եւ խաղաղություն։ Գիտեք, ես սիրում եմ այդ նշանը, դա էլ քննարկման առիթ դարձավ։ Սեր եւ խաղաղություն միշտ։ Իսկ այսօր չէ, այսօր Տիգրան մեծն է։ Եվ վերջին շրջանում անդադ ինքն է։ Սեր եւ խաղաղություն։ Խաղաղություն։ Որովհետև վատ լուր էլ չեմ դիմանում, սիրտս չի դիմանում, չեմ կարողանում վատ լուր լսել, չեմ ուզում վատ լուր լսել։ Սիրում եմ մեր տղերքին, սիրում եմ մեր ձագողներին, մեր արծիվներին։ Ուզում եմ այդ սերը այնքան մեծ լինի, որ Երևանում Աբովյան փողոցով քայլող մեկը այդ սերը իր ամբողջ ուժով հասցնի սահման, որ այդ սերը պահպանի այդ երեխեքին։ Ուզում եմ ավելի շատ գործ անեն, քան խոսան։ Քիչ խոսացեք, դա խելքի նշան չի։ Քիչ քննադատեք, սկսեք ձեզնից։ Եվ մի քիչ սիրեք։ Մենք քրիստոնեությունը առաջին ընդունած ազգն ենք, իսկ քրիստոնեության գերգաղափարը սերն է։ Վերադարձրեք այդ սերը մեր երկիր։ Շնորհակալություն։ Շնորհակալություն մեր տաղավարում հյուրընկալվելու համար եւ ես նաեւ մեր հեռուստատողներին մաղթում եմ, որպեսզի յուրաքանչյուր այդ կիրակի երեկոները իսկապես նման ջերմությամբ ապրեն։ Այն մտքերը, որոնք հնչեցին, թե կեսկատակ, թե այն հուզումները եւ այն մտքերը, որոնք ամբողջական դարձեցին մեր այսօրվա հաղորդումը, թող որ իսկապես կարողանան հորդան յուրաքանչյուր հեռուստատողի տուն եւ կկարողանան մի քիչ սփոփել այն իրավիճակները, որոնք գուցե խանգարում են ինչ-որ բաների։ Մենք հանդիպելու ենք մյուս կիրակի երեկոյան։